Թանգարանները յուրատեսակ տարածքներ են, որտեղ սովորական թվացող նամակները, հուշերը, արվեստի գործերն ու մարդկային պատմությունները շարունակում են ապրել եւ նորից խոսել մարդկանց հետ, միավորել ու կապել երբեմնի մասնատված աշխարհները։ Հիշողությունն ու թանգարանային վավերագրությունը որպես կապող կամուրջ Գորիսից Գյումրի յուրահատուկ ցուցադրությամբ ներկայացվեց Ասլամազյան քույրերի պատկերասրահում։ Այստեղ բաժանված ժամանակը միավորված հիշողությամբ պատմում էր հայ նշանավոր արձակագիր Աքսել Բակունցի եւ գյումրեցի նկարչուհի Մարիամ Ասլամազյանի միջև եղած ստեղծագործական ու մտերմիկ կապի մինչև այժմ քիչ ուսումնասիրված էջերի մասին։ Ասլամազյանի համար Բակունցի հետ բարեկամությունը չի եղել ուղղակի ամառային մի էպիզոդ, ուղղակի որ նա եղել է քրոջ հետ եղել է Գորիսում վրձնելու Զանգեզուրի բնաշխարհը եւ 10 օր բնակվել է Բակունցի տանը։ Բակունցի տանը բնակվելը եւ տան առօրյայի մի մասը դառնալը, ամառային այդ եղեց երեկոները միասին վայելելը սամովարի, աղմուկի շուրջ, վարդի թեյի, այսպես բույրով լցված երեկոները միասին վայելելը խոսում է մտերմության մասին։ Առաջին անգամ ցուցադրվեցին Աքսել Բակունցի տուն թանգարանի արխիվում պահվող Մարիամ Ասլամազյանի ինքնագիր նամակը Բակունցի եղբորը Գրիշային։ Վահան եւ Գրիշա Բակունցների հուշագրական վկայությունները, ինչպես նաեւ ազդագրեր ու բուկլետներ։ Մարիամի եւ Բակունցների միջև եղած մտերմիկ կապը չի ընդհատվել անգամ գրողի գնդակահարությունից հետո։ Պատմության կամուրջները պետք է չկորցնել պատմության հետ։ Պատմական հիշողությունը պետք է պահպանել, որտեղ պատմական հիշողությունն է, որ մեզ մարդ է պահում եւ մեզ որպես այդպիսին ձևավորում է որպես էություն, որպես տեսակ։ Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Աքսել Բակունցը Մոր հետ կտավի 2D անիմացիոն ցուցադրությունը, որը ստեղծվել էր գրողի 125-ամյակի առթիվ։ 1970-ականներին ստեղծված կտավը պահվում է Աքսել Բակունցի տուն թանգարանում, որպես Մարիամ Ասլամազյանից նվեր, Աքսելի պայծառ հիշատակին մակագրությամբ։ Իրականում այն կտավը, որը ցուցադրվում է այսօր Ասլամազյան պատկերասրահում, գոյություն չունեցող նկարի հիման վրա է արվել, Մոր կողքին նստած է եղել Վահան Բակունցը եւ ոչ թե Աքսել Բակունցը, որտեղ ցավոք Աքսելի կենթանության օրոք Մարիամը նրան չի հասցրել բնականաբար վրձնել եւ մենք ունենք հիշողությամբ, ջերմությամբ երիտասարդության հիշողությունների ջերմությամբ արված մի հրաշալի կտավ, որը նկարչու կողմից նվիրաբերվել է Բակունցի տուն թանգարանի։ Դեմքերի, դեպքերի, կյանքի ու բնության, զգացողությունների ու հարաբերությունների մասին միայն նամակները չէ, որ կարող են պատմել։ Ինքնատիպ աշխարհընկալմամբ ու առանձնահատուկ գեղարվեստական ձեռագրով աչքի ընկավ քաղաքի որդի, արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի անհատական ցուցադրությունը Կումայրի արգելոց թանգարանում։ Նկարելիս շատ չեմ մտածում, զգացմունքներով եմ աշխատում եւ հիմա էլ որ ներկայացրել եմ այս գործերը, հույս ունեմ որ մարդիկ կզգան այդ իմ ներքին շնչառությունը, այդ իմ ռիթմը։ Ալագյազի ու Մանթաշի հովերով արբեցած Գյումրիի օր ու զորով ապրած վարպետի անվերջ վերադարձներ սա հայրենի քաղաք։ Ներկայացված 83 կտավներն ու բանաստեղծական ժողովածուները ձայնում են այն մասին, որ Սամվել Սևադան տարածության ու ժամանակի, ձևի ու բանաձևի վարպետ է։ Ես միշտ զարմացել եմ այն նկարիչների վրա, որոնք որ միատեսակ են նկարում ամբողջ կյանքում, ասենք 20 տարեկանում էլ նույն ձևի նկարել, 80 տարեկանում էլ նույն ձևի է նկարում, ոնց որ մեծ կտավի վրա նկարես ու կտրտես մանրամասերի, կպցնես, այդպես իմ մոտ հակառակն է, ես անընդհատ փնտրտուքների մեջ եմ, թե ոճերի իմաստով, թե կատարման իմաստով, թե գույների, թե թեմաների։ Սիրուն վարգարուն է, ծաղիկները արտանում են, սիրո ճամփան ինձ տանում է, ինձ տանում է։ Մշակույթն ու արվեստը գնահատողների համար թանգարանային գիշերը հարուստ ու բազմաբովանդակ էր երկու պարով, ցուցադրություններով ու կրթական ծրագրերով։ Հովանես Շիրազի հուշատուն թանգարանում բիբլիական պոեմի ֆրանսերեն թարգմանության ներկայացումն ու կրթական էքսկուրսիան ուղեկցվում էր համեղ ընդմիջմամբ, չիրու ու չարազով, զուգահեռ այցելուներին ներկայացնելով փաստեր, սովորություններ ու խորհրդանիշեր։ Մենք այս անգամ որոշեցինք չրեղենով եւ չարազով հյուրասիրություն, ցուցադրություն, հյուրասիրություն եւ դասախոսություն կազմակերպել եւ դասախոսության մեջ հատկապես շեշտը դնել հայկական մշակույթում չրի առաջին օգտագործումից սկսած, քսենոֆոնի հիշատակություններից սկսած, մինչեւ բերել հասցնելով մեր օրերը եւ զուգահեռներ տանել հայերի, հայ արտադրողների, չրագործների վերապատրաստումները, ցուցահանդեսներով մասնակցությունները արտերկրում։ Պատմական անի մայրաքաղաքով VR շրջայց, պատանի ու մանուկ աշակերտների ասմունք, երկու պար, ինչպես նաև մանկության հիշողություններին վերադառնալու հնարավորություն էր ստեղծված Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում։
Մոռացված խաղերն են այսօր մեզ մոտ, այդ բագային խաղերը, որոնք մեր ժամանակաշրջանի, մեր տատիկ-պապիկների ժամանակաշրջանի խաղերն են, շատերը մոռացել են, չգիտեն այդ խաղերը, ուզում ենք, որպեսզի դրանք տարածում գտնեն, նորից կարողանան մուտք գործել մեր կենցաղ։ Աշխարհը բաժանված է սահմաններով, սովորություններով, ավանդույթներով ու կենցաղով, բայց մշակույթի ուժը կարողանում է միավորել ժողովուրդներին, սերունդներին ու ժամանակները։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն